Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հիրավի բախտավորություն է, որ մեր ժողովրդի պատմության ընթացքում ճակատագրական հորասական պահերին ի հայտ են գալիս այնպիսի վառահնատականություններ, ովքեր իրենց օրինակելի եւ վճռական գործունեությամբ առանց չափազանցության ճակատագրական նշանակություն ունեցող դերակատարություն են ունենում։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատու Նիվիրաբյանը եւ պատմական գիտությունների տեխնացու դոցենտ Արմեն Ասերյանը։ Նաեւ մեր հերոստատիտողներին, մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ մեր երկու հարգարժան հյուրերն էլ իրենց գիտական եւ հրատարակչական գործունեության ընթացքում իրենց որոշակի եւ կարեւոր ներդրումն են ունեցել մեր հայրենակիցներին Արամ Մանուկյանի կյանքը եւ գործունեությունը արժանի կերպով ներկայացնելու տեսանկյունից։ Մասնավորապես պարոն Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվի կողմից հրատարակության է պատրաստել Արամ Մանուկյան փաստաթղթերի նյութերի ժողովածուն, իսկ մեր մյուս հյուրը պարոն Ասերյանն էլ հեղինակել է երկու մենագրություններ։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Արամ Մանուկյանի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը, իրական անունը Սարգիս Հովհաննիսյան, ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին Արցախի պատմական մայրաքաղաք Շուշիում, զինագործի ընտանիքում։ Ավարտել է Շուշիի Ագուլեցոտ ծխական ուսումնարանը եւ թեմական դպրոցը, ապա 1903 թվականին Երևանի թեմական դպրոցը։ 1901-ից 3 թվականներին գործել է Անդրկովկասում։ 1903 թվականից Կարսում զբաղվել Արևմտյան Հայաստան զենք եւ կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-ից 8 թվականներին գործել է Վանում, կազմակերպելով հայդուկների սպառազինումը։ Ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև գործել Ժնևում։ 1911-ից Վանում ղեկավարել է Դաշնակցության գործունեությունը, եղել Վասպուրականի հայության ճանաչված եւ սիրված գործիչը։ Կազմակերպել եւ ղեկավարել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետ։ Կազմակերպել է Վասպուրականի շուրջ 200,000 հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1916-ից 17 թվականներին Թիֆլիսում զբաղվել է արևմտահայ գաղթականների հարցերով։ 1917 թվականի վերջից եղել է Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավարը, հատուկ կոմիտեի նախագահը եւ պաշտպանության գործերի վարիչը։ Նրա կազմակերպական տաղանդի եւ կամքի շնորհիվ Երևանի ուղղությամբ թուրքական նվաճողների հարձակումը ետ է մղվել։ Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից էր։ Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության ներքին գործերի նախարարը, վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը։ Մահացել է 1919 թվականի հունվարի 29-ին բծավոր տիֆից։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքի դիմաց Գյումրիում եւ Կապանում տեղադրվել են կիսանդրիները։ Հայաստանի Հանրապետությունում անվանակոչել են փողոցներ, թողարկվել է բացիկ եւ հուշամեդալ։ Պարոն Վիրաբյան, ազգային ազատագրական պայքարի կամ շարժման ընթացքում 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ մենք բազմաթիվ անվանի նշանավոր գործիչներ ենք ունեցել, սակայն բոլորից երևի չափազանցած չեմ լինի, որ ասեմ, առանձնանում է մեկը եւ դա հենց Արամ Մանուկյանն է, որպես պետականության հիմնադիր։ Նա ճիշտ է նույնպես մասնակցել է ազատագրական պայքարի ֆիդայական շարժմանը, բայց պատմության մեջ մնաց հետք թողեց որպես պետականության հիմնադիր։ Ձեր ընդհանուր գնահատականը խնդրում եմ այդ առումով։ Արամ Մանուկյանը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի այն գործիչներից է, որոնք մեծ դեր կատարեցին ինչպես ազգային ազատագրական շարժման, այնպես էլ Հայաստանի առաջին հանրապետության կերտման գործում։ Դեռ աշակերտական տարիներից անդամագրվելով հայոց ազգային ազատագրական շարժմանը, նա մեծ դեր կատարեց Արևմտյան Հայաստանում Վանի նահանգում, հատկապես Վանի նահանգում ազգային ազատագրական շարժման ձևավորման եւ այդ շարժման հետագա զարգացման, նաեւ գործնական աշխատանք կատարեց զինատար խմբերի ստեղծելու, բնակչությանը զինելու եւ այդ դրա արդյունքներ երևի, ոչ թե երևի, այլ հաստատապես այն, որ Վանի բնակչությունը 1915 թվականին կարողացավ դիմադրել
ջարդարար թուրքական իշխանություններին եւ հիմնականում փրկվել։ Դրանից հետո էլ նա եղավ 2 ամիս Վանի նահանգապետ, որտեղ իր խոսքերով ասած ծնվեց փաստորեն հայկական 20-րդ դարի հայկական առաջին պետականության ծիլերը։ Դա մի նահանգապետություն էր, որտեղ հիմնական պաշտոնյաները հայեր էին եւ նրանք իրենց օրենքներով, իրենց կարգով էին կառավարում այդ 2 ամսվա ընթացքում Վանի նահանգապետությունը։ Եվ ահա 1918 թվականին էլ նա ստանձնելով Երևանի ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը ոչ միայն կարողացավ կազմակերպել թուրքական զորքերի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը մայիս ամսին Սարդարապատում, Բաշապարանում, ինչու չէ նաև Ղարաքլիսայում, այլ նաև կարողացավ առաջի քայլերը կատարել հայկական պետականության ստեղծման գործում եւ եթե չլներ Արամի վճռականությունը եւ մայիս ամսին դիմաթուրքերին դիմադրություն կազմակերպելու եւ 1918 նույն 18 թվականի հուլիս ամիսներին Երևանում Հայաստանի կառավարությունը ձևավորելու գործում հնարավոր է որ հայկական պետությունը չկայանար։ Շնորհակալություն։ Իհարկե Արամի անցած ողջ այդ բավականին ուշագրավ իրադարձություններով լեցուն կյանքը հնարավոր չի Այո, ընթացքում հնարավոր չի ներկայացնել։ Առավել կարևոր կիզակետային նշանակություն ունեցող իրադարձությունները ձեր օգնությամբ այսօր կփորձենք ներկայացնել մեր հայրենակիցներին։ Պարոն Նասարյան, խնդրում եմ Արամին ներկայացրեք որպես 15 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավար։ Հատկապես նաև այն կտրվածքով, որ հենց 15 թվականին այդ Եղեռնի ցեղասպանության օրերին ինքնապաշտպանությունը համատարած բնույթ չէր կրում, բայց ցավալիորեն, սակայն սակավատիվ այդ դեպքերում անգամ Վանը լրիվ առանձնանում էր իր ունեցած արդյունքներով։ Այո, 1915 թվականի ինքնապաշտպանական կռիվների մեջ Վանի հերոսամարտը միանգամայն առանձնանում է եւ իր մասշտաբայնությամբ եւ իր դրական հետևանքներով։ Փաստ է, որ այդ հերոսամարտի շնորհիվ Վասպուրականի նահանգի հայությունը հիմնականում ազատվեց ցեղասպանությունից եւ դա միակ նահանգն էր ցավալիորեն, որտեղ Եղեռնը կարծես թե հետքեր չթողեց, շատ քիչ թողեց։ Բայց նախքան հերոսամարտի կազմակերպումը նշեմ, որ Արամի համար հսկայական փորձեր նախընթաց ժամանակաշրջանում Վանում ծավալած իր գործունեությունը շատ ճիշտ նշեց պարոն Վիրաբյանը, նա հսկայական աշխատանք էր կատարել Վանի նահանգում զենք զինամթերք, Վանի նահանգը զենք զինամթերք ներկրելու համար, հսկայական աշխատանք էր կատարել կազմակերպական կառույցները ամրացնելու ուղղությամբ եւ որպեսզի նկատի ունենանք եւ ավելի լավ ընկալենք թե հերոսամարտը ինչու հաղթանակեց։ Մենք դեռ պիտի նշենք նաև որ 1907 թվականին երբ որ նա մասնակցում էր Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովին, այստեղ նա նշում էր որևէ տերության վրա չպետք է դեռևս 1907-ին չպետք է հույս դնենք։ Ոչ ոք մեզ երբեք որևէ օգնություն չի ցուցաբերելու։ Եթե նույնիսկ հայկական հարցին միջամտելու են իրենց շահերից ելնելով, հետեւաբար պետք է առաջացնել իրավիճակ, որպեսզի կարողանանք նրանց շահերին դիպչենք։ Տակտիկայի արդյունքում էլ հույսը սեփական ուժերի վրա դնելով էլ պայմանավորված 15 Այո, եւ հույսը սեփական ուժերի վրա դնելով էլ նրանք կարողացան զենք զինամթերք կուտակել բավական քանակությամբ եւ 1915 թվականի ապրիլի 5-ին ստեղծելով հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին կարողացան շատ արագ ստեղծել դիրքեր, շրջանապետեր նշանակվեցին եւ 15 թվականի ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 3-ը տևած հերոսամարտի ընթացքում հայերը կարողացան հայկական զինված ուժերը Վանի նահանգի Վան քաղաքի կարողացան հետ մղել թշնամու բոլոր գրոհները եւ մայիսի 4-ին թշնամին արդեն ստիպված էր Վան քաղաքից նահանջել դեպի Բիթլիս։ Իսկ մայիսի 5-ին եւ 6-ին Վան մտան հայ կամավորները, այնուհետև ռուսական զորագնդերը եւ այս կապակցությամբ որպեսզի նաեւ հասկանալի լինի թե Արամի ինչպիսի մարտեր եւ կազմակերպման ընթացքում հերոսամարտի ինչ գործունեություններ ծավալել, նշենք որ երբ որ նրան դաշնակցական խճուն նշում է որ պարտական ենք Վանի հերոսամարտի հաղթանակի համար պարտական ենք ձեզ եւ կուսակցությանը դաշնակցությանը ինքը նշում է որ հերոսամարտի համար պարտական ենք Վանի ամբողջ ժողովրդին։ Իհարկե դաշնակցությունը հսկայական դեր էր կատարել այդ թվում նաև Արամը, բայց նա աշխատել էր հերոսամարտի հաջողության համար միավորել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր կուսակցություններին, անկուսակցականներին։ Այո, եւ արմենական, եւ հնչակյան, եւ անկուսակցական Փանոս Թերնեմեզյանը, որը քաջ մարտիկ էր,
մեր ժողովրդական նկարիչը հետագայում ինչպես գիտենք, նաև Արամի առաջարկով ընդգրկվել էր զինվորական կոմիտեի մեջ։ Ստեղծվել էր ամուր բռունցք, պայքարի մեջ ներգրավել էին բոլոր բանեցիները։ Այո, ձևավորվեց համաժողովրդական բնույթ, միասնականություն, որը տվեց ցանկալի արդյունքը։ Ստեղծվել էին բոլոր պայմանները մեկը մյուսի հանդեպ հարգանք տածելու, վստահելու եւ դա էլ տարավ անխուսափելի հաղթանակի։ Վանի հերոսամարտը ի սկզբանե անխուսափելի էր։ Ես այդպես եմ մտածում, որ հայերը կռում էին ոչ միայն քաջաբար, այլև միասնաբար։ Պարոն Վիրաբյան, հերոսամարտից բացի նաև եզակի ու ուշագրավ երևույթ է Վանի նահանգապետությունը։ Այդ տարիներին ոչ մի գավառում կամ նահանգում Արևմտյան Հայաստան նկատի ունեմ, նման վարչական միավոր, թեկուզ եւ կարճ կյանք ունեցող չի ստեղծվել եւ նաև այդ առումով ամենևին պատահական չէ, որ հենց Արամ Մանուկյանին նշանակեցին կամ նա դարձավ Վանի նահանգապետ։ Չէ, իհարկե, ռուսական իշխանությունները մի անգամ էլ են ստեղծել տեղական, այսպես ասած, իշխանություն, դա 17 թվականին ստեղծած Արևմտյան Հայաստանի կոմիսարիատն էր։ 17 թվականին, ես 15 թվականին նկատի ունեմ։ Գիտեք ինչ, որտեվ առաջինը Վանում բնակչությունը, հայ բնակչությունը փրկվել էր։ Ուրիշ ոչ միտեղ փաստորեն չէր փրկվել։ Եվ երկրորդ Վանի նահանգը 1915 թվականի մայիսին համարյա ամբողջովին ազատագրված էր Վանի եւ հյուսային ափերը եւ արևելյան ամբողջ ափերը եւ ռուսական զորքերը եւ հայ կամավորները արդեն փաստորեն հասել էին Բիթլիս էին հասել այս ամբողջ հարավային Կորչեկ եւ այդ գավառները ազատագրված են եւ ամենակարևորը հայ բնակչությունը փրկվել էր եւ անհրաժեշտ էր ստեղծել իշխանություն եւ զարմանալի ձևով ռուսական իշխանությունները համաձայնվեցին որ ստեղծվի հայկական իշխանություն փաստորեն ստեղծվեց առաջի հայկական ինքնավարությունը նահանգապետ նշանակվեց Արամ Մանուկյան այո պետականության սաղմերն Արամ Մանուկյանն էլ ինքն էլ գրել է որ Վանում առաջին ինքնավարության առաջին սաղմերը ստեղծվեցին եւ գործունեությունները եւ գործիչները իրենց ցույց տվեցին այդ երկու ամիս տևեց, երկու ամսից մի փոքր ավել, փաստորեն մայիսի 7-ին նշանակվեց նահանգապետ եւ մինչեւ հուլիսյան նահանջը, հուլիսի 18-ը պետք է ասեմ, որ դա 5 տոմարով էր, 15 թվական ինչ որ մենք ասում ենք 5 տոմարով։ Եվ զարմանալի այն էր, որ այդ իշխանությունը փաստորեն կրում էր իշխանության բոլոր սաղմերը, ստեղծվեցին եւ դատական իշխանություն, եւ ոստիկանություն, եւ կրթական, եւ այսօրվա ասած կոմունալ, այսպես տնտեսությամբ զբաղվող համակարգ եւ ամենակարևորը Վանում հավաքվել էին փաստորեն ամբողջ նախագահի փրկված բնակչությունը եւ Արամը սկսեց տեղափոխել այդ բնակչության իրենց բնակավայրեր եւ ամենակարևոր քայլերից մեկը որ քրդական քրդերի մոտ գերի տարված գերիներին սկսեցին երեխաներին կանանց սկսեցին ազատել եւ այս ժողովածում մենք այդ բոլորի մասին ասել ենք զենք սկսեցին բաժանել ինչպես ասեցի ոստիկանական ուժեր ստեղծեցին փաստորեն տեղական ինքնապաշտպանական ուժեր ստեղծեցին եւ այդ երկու ամսվա ընթացքում մեծ դեր կատարվեց բնակչությանը խաղաղ ինչպես ասում են խաղաղ աշխատանքի անցնելու որտեղ սերմացու էր անհրաժեշտ սերմացու Բանող անասուններ էին ուղարկում եւ հատկապես քրդերի դեմ վճռական քայլեր կատարել այս առումով ռուսական իշխանությունների հետ էլ հարաբերությունների մի փոքր այսպես բախումներ առաջացան որտեղ ռուսները սկսեցին շեշտ դնել քրդերի վրա եւ նրանց իրավունքներ էին տալիս ես Արամը բացատրում էր դուք հույսովում վրա եք դնում չէ որ այն քրդերն են որոնք ամբողջ 15 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել են հայ բնակչության կոտորածին բոլոր դեպքերում Արամի հեղինակությունը ռուսական իշխանությունները ընդունել բայց դժբախտաբար տեղի ունեցավ այն ինչ պետք է տեղի ունեցար իհարկե Արամը դեմ էր նահանջին բայց հնարավորություն չունեցավ կարողացավ փոքր զոհեր նահանջի ժամանակ եղան որտեղ քրդերը որոնց վրա ռուսական իշխանությունները ռուսական հրամանատարությունը զինված ուժերի բանակի հրամանատարույց էր դրել նրանք օգտվելով առիթից սկսեցին եւ հարձակվել նահանջող հայ բնակչության վրա եւ հայկական կամավորական խմբերի վրա եւ ռուսական զորքերի վրա նրանց այդ նույն քրդերը որոնց վրա ռուսները փորձում էին սիրաշահել նրանց հնարավորություն տալ եւ այլն մի խոսքով այս երկու ամիսը իր դերը կատարեց որ փաստորեն առաջին փորձը եղավ որը հետագայում արդեն Երևանում Արամը կարողացավ օգտագործել արդեն 18 թվականին այդ փորձը
Երևանի մասին խոսք գնաց, պարոն Ասերյան, փաստորեն Արամը ոչ միայն կռվի ժամանակ կազմակերպչական շնորհք հանդես բերեց, ընդունակություններ, այլև արդեն Վանի նահանգապետ եղած ժամանակ եւ իսկ հետագայում արդեն 17 թվականին այդ ռուսական Փետրվարյան հեղաշրջումից հետո նույն հենց Արամին ուղարկեցին Թիֆլիսից Երևան, Արամին որպես Երևանի ազգային խորհրդի նախագահ կամ Երևանի փաստացի ղեկավար ներկայացրեք։ Ուրեմն 1917 թվականի փետրվարյան եւ հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ստեղծվել էր ծանր իրավիճակ, թուրքական նոր ներխուժման վտանգ Արևելյան Հայաստան, նաեւ Անդրկովկաս բնականաբար եւ այդ ծանրագույն իրավիճակում եւ Թիֆլիսի հայ-կենտրոնական ազգային խորհուրդը եւ հայ զինվորական մարմինը նաեւ Արևմտայի ապահովության խորհուրդը միաձայն Արամին վստահեցին Երևանի նահանգի փաստացի ղեկավարումը։ Նա որպես լիազոր ներկայացուցիչ ուղարկվեց Երևան եւ այստեղ իրեն բնորոշ բացառիկ կամքով, եռանդով, կազմակերպչական տաղանդով գործի լծվեց եւ կարողացավ շատ կարճ ժամանակում ստեղծել իշխանության փաստացի մարմին, փաստացի աշխատող մարմին, հատուկ կոմիտե, որի առջև դրվեցին կարևորագույն մի շարք խնդիրներ՝ զորքի ստեղծում, մահմեդական, հակահայկական, հակապետական շարժումների սանձահարում, պարենային ճգնաժամի հաղթահարում, Սաթարապետի հաջողությունն էր, որ նա կարողացավ ժամանակին Ալեքսանդրապոլից Կարսից զենք տեղափոխել Քանաքեռում բանանել, պայստավորել։ Հայ ավազակային տարերի սանձարում, այո, եւ շատ կարեւոր զենքի տեղափոխում ինչի, որտեղ ռուսական բանակը թողել էր հսկայական քանակությամբ զենք, եւ հայ ղեկավար տարերի մի մասը ցավալիորեն դրան ուշադրություն չէր դարձրել, եւ Արամին բացառիկ մարդկանցից էր, որ ժամանակին կարողացավ Արևմտյան Հայաստանից զենքի մի որոշակի մաս փոխադրել Երևանի նահանգ եւ հետագայում եւ Սարդարապետի ընթացքում եւ հաջորդ ժամանակաշրջանում այդ զենքը օգտագործել թուրքերի դեմ մղվող հերոսամարտերի ընթացքում։ Պիտի ասեմ, որ այս ժամանակաշրջանը ես անձամբ համարում եմ Արամի պետական գործունեության երկրորդ փուլ 17 թվականի դեկտեմբերից մինչ նահանգապետությունը առաջին փուլն է նրա եւ օգտագործելով այդ նահանգապետության շրջանի փուլը, սա երկրորդ փուլն է։ Ինքը կարողանում է այդ մարմինների ստեղծումը չափազանց կարևոր, որտեղ եթե աշխատող փաստացի մարմին չկար, եթե օրենքի օրինականության հետապնդում չկար, բնականաբար ամեն ինչ մատնվել էր քաոսի։ Պետական կառավարման համակարգի ձևավորումը, այո, համակարգը ինչ էր նշ, գործադիր մարմինը կար իր բանակի հետ միասին, որը բավական տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվեց, ներքին գործերի մարմինները բարեբախտաբար աշխատում էին։ Մյուս մարմինները եւս ցարական Ռուսաստանից մնացած նահանգային մարմինները փաստացիորեն գործում են, բայց դրանք գործում էին առավելապես անձնական եւ հայացնել եւ հետեւել, որ դրանք աշխատեն, խոճապի մեջ չընկնեն։ Եվ փաստացիորեն կարողացավ ստեղծել եւ զորքը եւ ոստիկանության հիմքերը, կարելի ասել, արդեն այդ ժամանակվանից դրեցին, որոնք ստեղծեցին կարևորագույն նախապայման, որպեսզի 18 թվականի մայիսին ծնվի այդ մայիսյան հերոսամարտերի այդ հրաշքը, որը հիմք դրեց մեր վերածննդին։ Հայոց պետականության վերականգնումը, բայց այստեղ մի բան նշեմ, որ դեռևս 18 թվականի մարտ ամսից Արամը հստակորեն խնդիր էր դրել, ապացուցել, նախ ժողովրդին փրկել վտանգից։ Իր կոչում ժողովրդին ուղղված կոչումն այդպես նշում էր, որ պետք է կամ արժանիորեն դիմադրել թուրքերին եւ հաղթել, պարտվել, կամ պետք է արդեն սպաների ներդաղված, կամ պիտի ոչնչանանք, ուրիշ տարբերակ չունենք։ Եվ նաեւ նշում որ պետք է ապացուցենք, որ հայը ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի։ Այսինքն նրա ամբողջ նրանց այդ մարտերում հաղթեցին։ Բարեբախտաբար այո, ստեղծվեցին հիմքեր մայիսյան հերոսամարտերի համար։ Պարոն Վիրաբյան, մայիսյան հերոսամարտերից խոսք գնաց, Արամի անունը սերտորեն շահկապված է հենց մայիսյան հերոսամարտերի, մասնավորապես Սարդարապետի հետ։ Հնարավոր չէ Սարդարապետի հաղթանակը առանց Արամ Մանուկյանի պատկերացնել, ճիշտ է, նա ռազմական գործողություններին չմասնակցեց անմիջապես կամ մասնակից չեղավ, սակայն կազմակերպ որպես օրնիբուն կազմակերպիչ Արամի դերը իրոք անուրանալի է։ Որպեսզի մեր հերոստատիտողը պատկերացում կազմի, պետք է մի երկու նախադասությամբ ասել ինչ կատարվեց։ Թուրքերը ապրիլի վերջին գրավեցին Կարսը առանց դիմադրության, ու արդեն նոր տոմարով, որտեվ ապրիլի 18-ը համարվեց որպես մայիսի 1 եւ ինչ որ մենք արդեն խոսում ենք նոր տոմարով։ Մայիսի 15-ին առանց դիմադրության թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, հայկական զորքը բաժանվեց 3 մասի, մի մասը Արագածի հարավային լանջերով նահանջում էր դեպի
Երևան բնակչության հետ միասին, մի մասը հյուսային լանջերով ապարանով էլի Երևան, իսկ զորքի մի մասը գաղթականների Ալեքսանդրապոլի բնակչության մի մասը Ջաջուրով Ղարաքիլիս։ Մայիսի 20-ին թուրքերը արդեն հասան Սարդարաբադ կայարանը գրավեցին եւ այդ պայմաններում խոճապ Երևանի բնակչությունը պատրաստվում է փախչել, բարձրանալ դեպի Սևան, այնտեղից երևի Վրաստան հասնելու համար։ Երևանի խորհուրդը հավաքվում է եւ Երևանը հանձնելու տրամադրությունը մեծ էր եւ այստեղ հնչեց Արամի վճռական խոսքը, որ ես ուզում եմ նշել։ Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրա։ Նահանջ Երևանից կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազների վրա։ Բոլորը պիտի մնաք եւ մեռնիկ, այսինքն կռվելով զոհվեք։ Եվ սա մեծ դեր կատարեց։ Նա կարողացավ բնակչությանը խաղաղացնել, խոճապը վերացնել եւ զորքերին հանձնարարություն տալ հայ սպաներին։ Իհարկե ինքը չի ղեկավարել Սարդարաբադի ճակատամարտը, Բաշապարանի ճակատամարտը, ինչպես դուք նշեցիք։ Նա կարողացել է կազմակերպել ամուր թիկունք, որտեղ ոչ մի կռվող զինվոր, ոչ մի կռվող զորք, եթե չունեցավ ամուր թիկունք, նա չի կարող։ Ամուր թիկունքն գումարած հույս եւ ոգի է տվել։ Արամը դարձավ այն մարդը, որ կարողացավ համաժողովրդական կոչի միջոցով կարողացավ բնակչությանը կազմակերպել։ Դուք պատկերացրեք, երևի երկրորդ անգամ այդպիսի բան եղավ արդեն 70 տարի հետո Արցախյան պատերազմի ժամանակ բնակչությունը գնում է կռվելու մեծից Արարատ Ղարիբյանը, Աքսել Բակունցը, մյուսները մտավորականներից սկսած, այո, մտավորականներից սկսած, առանց կուսակցական խտրականության բոլորը գնում էին ռազմաճակատ, նույնիսկ եղավ մի պահ, որ կամավորների բանը գրելը դադարեցվեց, որտեղ ռազմաճակատից ասին, որ բավական էլ կամավորներ չուղարկեն։ Որտեղ մի քանի օրվա մեջ ընդամենը 1000 կամավոր էր հավաքագրվել, իսկ դա հսկայական թիվ էր, էլի։ Հսկայական թիվ էր, եկեղեցին, հոգևորականները եւս մասնակցեցին։ Այսինքն Արամը դարձավ այն մարդը, այն կենտրոնը, որի շուրջ համախմբվեց եւ բնակչությունը, եւ զորքը եւ կարողացավ Սարդարաբադում դիմադրություն ցույց տալ։ Դիմադրություն առաջի անգամ երևի մեր պատմության ընթացքում, որ հայը կարողացավ ռազմի դաշտում թուրքին հաղթել։ Եվ դրա արդյունքում էլ ծնվեց Հայաստանի դարձավ իրականություն, որպեսի դառնա եւ պետականության ստեղծումը։ Բաթումում, երբ որ պայմանագիր կնքվեց Հայաստանի Հայաստան Հանրապետության անունից Հայաստանի պատվիրակություն, դա 3 ճակատամարտերի շնորհքն էր, թե չէ կարող է եւ այդպիսի պայմանագիր չլիներ։ Պարոն Ասելյան, փաստորեն արդեն ներկայացվեց, որ որպես հանրապետության պետականության հիմնադիր, սկզբնավորող Արամ Մանուկյանը, նա ճիշտ է զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, բայց մասնավորապես առաջին մի քանի ամիսների ընթացքում փաստացի պետականության կառավարության ծրագիրը ղեկավարը նայր։ Ուրեմն 1918 մայիսյան հերոսամարտից անմիջապես հետո ստեղծվեց Երևանյան ժամանակավոր կառավարություն կամ Հայաստանի նախակառավարություն մինչև հանրապետության կառավարության ստեղծումը եւ այդ ժամանակվանից մինչև իր մահը գումարած, որ 1918 թվականի բնականաբար հուլիսի 24-ին նա նշանակվեց ներքին գործերի նախարար, նա հանրապետության փաստացի ղեկավարն էր։ Ճիշտ է, վարչապետ չէր, բայց թե վարչապետ Հովհաննես Քաջազնուին հետագայում իր կնոջ ուղղած նամակում, թե Ռուբեն Տերմինասյանը, թե ժամանակի գործիչներից Արշակ Բաբալյանը հուշերում իրեն Քրիստափոր Միքայելյանը 15 թվականին գրած զեկույցում միանշանակորեն նշում են, որ Հայաստանի փաստացի կառավարիչը վարչապետը Արամ Մանուկյանն է եւ միայն իրական իշխանությունը նրա ձեռքում է եւ միայն նա է, որ ընդունակ է երկիրը այդ ծանրագույն իրավիճակից դուրս բերել։ Եվ դիվանագիտական քայլերն էլ թուրքերի հետ հանդիպում է ծանր պահերին։ Կարողանալ պահել թուրքերին, որ Երևան չմտնեն։ Պարտեն արտաքին գործերի նախարարը չէ։ Նաեւ այո, դիվանագիտական ստիպված եղավ հանդիպել թուրքերի հետ։ Չթվա, բայց նա այո, ստիպված էր ինքը Խալիլին, որը փաստորեն թշնամի էր, չէ, կոտորածների մեջ որոշակի դեր էր խաղացել, նույնիսկ հանդիպել, գրկախառնվել, բայց այդ ամենը ոչ թե նրա համար որ շատ էր սիրում նրան, այլ որպեսի ստեղծի որոշակի, այո, պայմաններ հետագա զարգացման համար, պետական շինարարության համար։ Եվ պիտի ասենք, որ Արամի այս բարձր դիրքը պայմանավորված էր նաև նրանով, որ նա ոչ միայն ներքին գործերի նախարար էր, այլ նաև հաղորդակցության, խնամատարության, լուսավորության, մեր օրերի լեզվով ասած տարածքային կառավարման նախարար, փաստացի ամեն ինչ անցնում էր նրա ձեռքի տակով, բայց սա ոչ թե կամայական որոշում էր, այլ նկատի ունենալով նրա տաղանդը, նրա
կատարած իրավիճակն է այո, նրա կատարած քայլերը, այո, իրավիճակի փաստացիորեն նրա տրամադրության տակ էր կենտրոնացվել ամբողջ իշխանությունը եւ պիտի ասենք, որ նա կարողացավ ցուցաբերելով խոսքի եւ գործի միասնություն ժողովրդի մեջ հավատ հույս արտնասնել դեպի պետական իշխանությունը եւ բարեբախտաբար միավորվելով կարողացան այդ ծանրագույն դժոխային իրավիճակից մենք չմոռանանք, որ 18 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում չկար պարենամթերք, չկար դեղորայք շուրջ բոլոր չկար փամփուշտ, որի պատճառով մենք կնքեցինք հանդիպեց Խալիի հետ, այո, եւ որի պատճառով ինքը ստիպված էր համակերպվել Բաթումի ծանր պայմանագրին։ Շատերը հիմա ասում են, ինչի համակերպեցին, բայց համակերպեցին, որովհետեւ չկար ռազմամթերք։ Բայց եւ այդպեսի բազմաթիվ չկաների պայմաններում պետականությունը կայացավ եւ ստեղծվեց պետականություն։ Կայացավ Հայաստանի Հանրապետությունը եւ չեն կարող ասել պատմությունը ինչպիսի ընթացք կստանար, եթե 1919 թվականի հունվարին այդ համաճարակի պատճառով նա չհիվանդանար եւ իր մահկանացուն չկնքեր։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը ավարտեմ Նիկոլ Աղբալյանի հետևյալ մեջբերումով խոսքերի, որը նա ասել է Արամ Մանուկյանին վերաբերյալ։ Երբ գիշերը գա մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ եւ ասեք. արդյոք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը։ Եղել եք այնքան ազնազո, որքան Արամը։ Տվել եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը։ Սիրելի երիտասարդներ, ձեր կյանքում մեր նորանկախ նորաստեղծ պետականությանը ամեն գնով զորավի եղեք, սիրեք, փայփայեք եւ Արամ Մանուկյանի նման պետականամետ, պետականաշեն գործերով աչքի ընկեք։ Հարգելի բարեկամներ, Հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։